Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքի։ Հասկեն որ Հայաստանի տնտեսությունը առանց գյուղնախարարի չի կարա ապրի։ Պերեսպորտի նախարարը դրե գյուղնախարարի ոնց կլի այդ ցավը տանեմ։ Այս գյուղն է ցեզի պահում, տոն կանասուն ասեմ էլի կպնեմ դա ինչ անեմ ներվեր։ Անասուն կուլտուրական ոնց ալու, անասուն չի լում։ Բայց ժողովրդին մեծ տիրություն արի, խանի Ეხ ես չեմ ասում, ես ինչ ղեկավարություն, եսի ոնց են մտածում սրանք, ինչի մասին են մտածում, արա չես ճոկում, արա ուղեղներ չի աշխատում դրանց արա։ Վիճակ չկա, ես ինչա։ Գյուղնախարար չլի որ գա մի հատ ասի, այ ախպեր ջան, արի գոնե մեկ տարով վարկդ հետ գցեմ, մեկ տարով քեզի պատերժ կանեմ, երկու մեջնոք սիլիտրա 100 դրամ էժան տամ քեզ։ Չկա, ով պետք է գա, ոչ մեկի վեջին չի։ Ոչ մեկի, ոչ մեկի վեջին չի։ Այս պետության ղեկավարի վեջին չի, որ հանրապետություն գոյություն ունի։ Վերջ, ասեմ իմանաք ժողովուրդ ջան, դե մտածեք դու գիտեք։ Հիմա ինչ սպասումներ ունեք։ Սպասում չունեմ, սպասում ես այնա պետք է ամ սիֆտիվ կար, նավթարից հավքեմ, այդ ամ սիֆտիվ կար ապրեմ։ Թողեմ այդ ամ դե պետություն կա տեսնի հատ Ռուսաստանին վերջում։ Այդ ամ ընդ հանգիստ ապրեմ։ Աշխարհից հեռու կդրված։ Թե չէ ուղեղներս կարող այսօր ինֆակտ զարկի մենք մեռնենք։ Դե սրանց ծերա տալ որ մենք մեռնենք։ Ինչքան շատ մեռնենք, այնքան իրանց օգուտ է։ Մեր նման տղերքը։ Դժվար մարա ეხել քիչ աշխատում։ Այս աղ յուղի ժողովուրդը հրապարակ քներ են Փաշինյանին ընցնելու համար։ Այսօր այսօրն է։ Եկեք նայեք, ես աստեղ էլ եմ, այս ամեն ինչը տեսանք էսա։ Ոնց հանիկ յուղ նախարար չլա, մեր վիճակն է սա, վերջ իմացեք։ Իրանա, դեղցնա, բոկոկնա, խաղողնա, այսքան միլիոներով ստեղ ծախս ենք արել, ոնց ենք այդ ամեն ինչը հետ բերելու։ Այդքան վարկերը ոնց ենք փակելու, ընտանիք ոնց ենք պահելու, այս ինչ վիճակ է, նայեք ստեղ էսա, նայեք։ Զողերն ա մնացել։ Լրիվ զողերն ա մնացել, լրիվ ջարդած։ Սաղի գլխներից, ինչ էլ որ վրան մնում է։ Լրիվ ջարդած աղ։ Էսի մի հատ արևը տվեց Ստեփան չի մնալու։ Ինչ էլ կա թորոմելու է թափի։ Բայց վարկն էլ որ մի օր ուշացնենք, կամ տունն են վերցում, կամ հողն են վերցում, կամ Գարանտիկ տուն։ հա, կամ խեղճ գարանտ կայնողներին են տանում։ Աշխատավարձը կտրում, ես իմ ինչ անում։ Թոպերին ժողովրդին գոնե անտոկոս վարկ տան ես տարի։ Ժողովրդը յոլա է տան։ Դրանք ինչ ուտեն։ Մարզպետարանից ով է գալու այ խաչոջը։ Պետարանից մարդ պետք է մեր յուղը դեպուտատ ոչ մեկը պետք է չի մարզպետարանը։ Այսրանց հետո ընտրություն կլինի, էլ է ժողովուրդը ընտրության չեն է տալու։ Մեր յուղի դեպուտատ։ Էլ ընտրությունը պրծավ ես յուղի մար։ Այն նոր կյանքի եզին չի մեր յուղի դեպուտատ։ Ով է իմանալ խաչոջան դեպուտատ ենք տեսել, դեպուտատի Առավոտվա վրա տարբերություն ա տալու։ Արևը տվեց գիտես։ Մի քանի ժամ առաջ ինքը բան էր։ Հաստում է մինչև 90-95%։ Լսես նա, Սևանը։ Ամենատակից հոգորն է, որ ասում ենք տակինն է, չէ՞ փեշից իրան է։ Որ տակինը վնասված ամեն ինչ է։ Էսի վնասված։ Խո մենք մեզի հույս ենք տալու, ասենք հա։ Մենք Ամեն լավ։ Մետոնայից 100 կիլո ջոգինգ ծախենք ենին։ Աղերենի ով կնստի կջոգի։ Ով կնստի կջոգի։ Խաղողի փողը չի հանելու։ Դա ամենը բանը Հեսա լուբոյես ես քալում ցույց։ Այ, սա ծեծած։ Լուբոյը դες բան չկա։ Վերին մի տարի հապավագրին ժողովրդին, մերկու կոպեկ փոխտվին, վույ վայ արին, յա, տարանք այդ ժողովրդին փոխտվին։ Այս տարել մեքսաղ տարից եզի բծրի փոխենք կիցնենք, արա 100 դրամից ավել բանա ծախում գյուղացին։ Ծերներից ես առնում են, տանում են իրանք են աշխատում փող։ Բերել այսօր մի օգուտ չկա այս գյուղացուն, ոչ միանից։ Խեղճ գյուղացի, խեղճ։ Չգիտի ոնց պետք է ապրի։ Գյուղացի։ Տոել է կարա թողենք այդ հանկես գեղերից թոյկյան ինչ ուզում են անեն։ Վախտը մենակ ես գեղի ջայլներն են հավաքում տանում։ Պատերազմին առաջին է ես գեղի ջայլները։ Սաղին հավաքում 125 պովես կա։ Սաղին հավաքում լցում տանում են կռիվ։ Բա ուրա թողան։ Շնորհակալություն հայտնենք աշխարհի Ժողովուրդ ջան, ինչ կլի, յոլա տանք ես տարի։ Դիսով իջებ կենանք իջը։
Սրանով պետք է վերջ չլինի, հələ ուղղակի նկարում են, պետք է հավաքենք, Մենք այդալեն կառավարությունը պետք է արտադիր ճանապարհել ենք փակելու, ամեն ինչ անելու ենք։ Այսինքն խնդիրը փորձում եք բողոքի ակցիաներով։ Բա պետք է անենք, որ նորմալ չեկան, հանձնաժողով չեկա, վնասի չափը չորոշին, պետք է անենք։ Բա ո՞նց ենք տալու էս։ Մեր երեխուն ում ասեմ փողտուր բայենք։ Այդան Փաշինյանն ասեմ փողտուր երեխուն կոնֆետ առնեմ ուտի, հաց առնեմ ուտի։ Պետք է մի հարց լուծեն, եթե չլուծին, սաղ գյուղով էթալու ենք բողոք։ Մենք սպասում ենք արձագանքին։ Չգիտեմ որ կողմից նորմալ ձևով արձագանք թող լինի։ Ոնց են այս հարցին լուծում տալուս։ Ստակ ճշտում։ Ընդ որում անցած անգամ էլ ասեցիք, այ որ հանգարց խոսեն, ինչ որ բաներ բացեն, մենք էլ կբացենք։ Կա ապացույց, որ իրանց պնդումը որն է, եթե լիներ հանրակրվե 80-20 հարաբերակցությամբ, կամ ասել եթե 130-40 հազար հարաբերակցությամբ, այն կլիներ բարենպաստ, մեզ համար հայանպաստ որոշում։ Կա ապացույց, որ կար հակառակ որոշում, հակառակ տրամաբանություն կամ միգուցե փաստաթուղթ կամ պայմանավորվածության արձանագրություն եւ այլ, եւ ապացույց, որ Ադրբեջանը դրան դեմ է բացի նրանից ինչ էս ամբիոնից հայտարարվել էր։ Կա ապացույց, մի օր որ բացվի, կա բան բացելու։ Սերժ Սարգսյանի խոսքերն են։ Ես տեսեք, ես ինձնից ոչ մի բան չեմ ավելացնում։ Ոչ մի գաղտնի փաստաթուղթ չեմ հրապարակում։ Սերժ Սարգսյանն այս ամբիոն 2016 թվականի նոյեմբերի 17-ին ասել է, որ մենք ասում ենք 7 շրջանները տալիս ենք, բայց Ադրբեջանը նոր պահանջներ էր առաջադրում։ 2017 թվականի նոյեմբերին կամ հոկտեմբերին Արմենիա հերոստանգերությանը տված հարցազրույցում ասել է, որ ապրիլյան պատերազմը նշանակում էր, որ Ադրբեջանը հրաժարվում է հարցը լուծել մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ։ Ես նախորդ անգամ ասացի, որ մադրիդյան սկզբունքների երկու առանձնահատկություն ունի՝ միջանկյալ կարգավիճակ, կարգավիճակի որոշում հանրակրվեի միջոցով։ Եվ երրորդը ասել է 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից երկու հայտարարություն։ Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև բանակցային գործընթացից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական է եւ անընդունելի մեզ համար, սա մի հայտարարություն, եւ երկրորդը, որ այլևս բառին շատ կարևոր է ուշադրություն դարձնել։ Այլևս շատ երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը կթողի ուխտադրուժ իր դիրքորոշումը եւ չի փորձի պատերազմի միջոցով լուծել հարցը։ Սերժ Սարգսյանը ասում է, որ ինքը պատրաստ է ստորագրել այդ թուղթը։ Եվ ես ձեզ ասում եմ, մեր հարցոպատասխանի արդյունքում ինչ պարզվեց։ Պարզվեց, որ այդ թղթով ոչ միայն 7 շրջաններն էր հանձնվում, այլև Լեռնային Ղարաբաղի կեսը ադրբեջանցի բնակիչների բերումով։ Եվ երբ որ այս ամբիոնից դեռևս նոյեմբերին ասի, որ Շուշիի հարցը միշտ էլ եղել է, աղմուկը աղաղակ բարձրացավ, հիմա ես ձեզ ապացուցեցի, թե Շուշիի հարցը ոնց է եղել, երբ է եղել, ինչ բովանդակություն է ունեցել։ Բայց ամենասկզբունքայինը, որ նույնիսկ սրան, ինչպես թվում է թե տարօրինակ է, չէ, 7 շրջաններն ասում է տալիս ենք, Ադրբեջանն ասում է ոչ։ Ասում է Ղարաբաղի կեսն էլ ենք տալիս։ Ասում է ոչ։ Սա ինչի համար եմ ասում։ Սա ասում եմ իր պատասխան եմ մեղադրանքների, որ ասում եմ, որ պատերազմից պետք է խուսափել։ Պատերազմից խուսափելու մենք պետք է ասենք Ղարաբաղի մյուս կեսն էլ ենք տալիս, էլի պետք է ասեին ոչ։ Ասենք լավ պատերազմից գիտեք ինչ։ Այդ ամենամեծ դավաճանությունը գիտեք որն է, երբ որ ես նախորդ անգամ եմ ասել են ամենավատ բանակցությունները ավելի լավ է, քան ամենալավ պատերազմը։ Իրենք ոչ միայն գենետիկ վախ են ներշնչել մեր ժողովրդին պատերազմի նկատմամբ, այլև հակառակորդին ցույց են տվել, որ իբր մեր հանրությունը վախենում է պատերազմից, եւ այդ ժամանակ միևնույն ժամանակ չեն պատրաստվել պատերազմին։ 2016 թվականին պարզվել է, որ մեր զենքերը 80-ականների են։
Հասկանում եք, այս ամեն ինչը հո միաշերտ չի։ Տեսեք արդեն որ երրորդ հարցով դուք ինձ ամեն անգամ այդ հարցը տալիս եք, տեսեք հենց ինչքան շերտեր կան։ Եվ ես կոչ եմ անում, ասում եմ, դե եկեք խոսանք լավ, դա գոռացիք մի ամիս, երկու ամիս, հողատու, դավաճան, չգիտեմ ինչ, դե եկեք նայենք ով է, եկեք փաստերով նայենք ով է, դուք եք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ մյուսներ ելով կա։ Դուք եք դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը եւ ձեր բադեն-բադենների համար դուք ծախել եք Հայաստանը, դուք ծախել եք Ղարաբաղը եւ դուք դրա համար կրելու եք պատասխանատվություն։ Շնորհակալ եմ։ Վիկտոր Ենգիբարյան։ Շնորհակալություն, ես այլ հարց էի պատրաստել, բայց գայթակղությունը չափազանց մեծ է այս թեման